Ռաուֆ Սեյդօղլին ինքը Ռոբիկ Քոչարյան կոչվածը նաև հրաժարվել է մեր բոլոր պահանջատիրություններից, որ ցեղասպանություն իրականացվել է Արևմտյան Հայաստանի բնակչության նկատմամբ, ժողովրդի նկատմամբ, բայց ոչ մեր ազգի։ Եվ Հայաստանը որևիցե կապ չունի Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության հետ։ Ուստի ցեղասպանության պրոցեսը որևիցե գործընթացի է տարվող անկախություն, պահանջատիրություն, ցեղասպանություն եւ այլն ընդհանրապես կապ չունի։ Այդ իսկ պատճառով 2010 թվականին Շվեդիան, Կանադան նոտա են հղել Հայաստան կոչված պորնոներին, որ եթե դուք ինքներդ չեք ճանաչել ցեղասպանությունը, ապա ինչ իրավունքով, ինչ լիազորություններով, ինչ իրավասությամբ հորդորում եք այլ պետությունների ճանաչել ցեղասպանությունը։ Եվ այդ ամենը բարի գույն իմաստով պարտակվում, թաքցվում, քողարկվում է։ 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելով Խերժոն Արիմանովը ստորագրեց, ամրագրեց դաշտանների հետ, համակարգերի հետ, կուսակցությունների հետ, դատախազության ԱԱԾ քննչական, հատուկ քննչական մուսորների, դատարանների, առաջի վերաքննիչ վճռաբեկ, սահմանադրական դատարան կոչվածի, ազգային ախորի բոլոր դեպուտանկաների հետ համատեղ պետական դավաճանության գործընթացը եւ իրականացման պրոցեսը, որով մեր ազգի ոսկեսերուցքին տարան զոհաբերության որպես վարձու վարձկաններ եւ տարվում են առօրս զոհաբերվում են։ Հարց. Եթե 1999 թվականով, տեսեք, չեմ անդրադառնում, նորից հետ դառնում, որովհետեւ նորից կրկնության կարգով մի հատ ձեզ հիշեցնեմ։ 1979 թվականի Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց այս պորնո քորի մասնակցությամբ Ղարաբաղը որպես Ադրբեջանից հանելու, այսինքն միավորելու իբր Հայաստանին որոշումը, որը իրավական կարգավիճակ ստացավ, քանի որ ԽՍՀՄ համակարգի մեջ էին եւ ԽՍՀՄ եւ Գերագույն խորհրդի կողմից կայացրած բոլոր որոշումները պետք է հաստատվեին ԽՍՀՄ-ի կողմից, Մոսկվայի կողմից։ Մոսկվան մերժում է, դրա համար 1990 թվականի հունվարի 13-ին Գերագույն խորհուրդը Հայաստան կոչվածի կայացնում է նոր որոշում Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Եվ դրանից հետո սկսում է ինքնորոշում խաղը եւ Յուրի Բարսեղովի ինքնորոշման իրավունքի շրջանակները խաղարկվում է այս պորնիկների կողմից եւ ձեզ բոլորի տանում են ապակողմնորոշելով մեր իրավական օրինական պահանջներից, որ մենք ազատագրելու խնդիր ունենք, ազատագրվելու խնդիր ունենք, ոչ թե 29800-ով, այլ 480,000 քառակուսի կիլոմետրով, 290,000 քառակուսի կիլոմետր Արևմտյան Հայաստան, պլյուս Կիլիկիա 40,000, որը այսօր վերանվանել են Թուրքիա գոյություն չունեցող պետություն, Նախիջևան, Արցախ, Լեռնային դաշտային Արցախ, Ատրպատական իր Բաքուրակերտ մայրաքաղաքով կարճ Բաքու, Փայտակարան, Ջավախ, Կախալցխա, Բաթումի, սրանք բոլորը մեր պահանջատիրություններն են։ Ոչ միայն տարածքային, այլ նաև ունենք նյութական, որի վերաբերյալ գանգատը մտել է թե Եվրոպական դատարան իմ կողմից, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, Եվրոխորհուրդ, Եվրոմիություն, ինչպես նաև Հաագայի դատարան։